Այսօր է Պարոն Ղազինյան, դուք նշեցիք 1500 ուշացման հայտերի վերաբերյալ, արդյոք դա նոր սպառող բաժանորդների մասին է, այս մասով տեղեկությունների ներկայացը դրանց է վերաբերվում եւ ինչով է պայմանավորված, եւ դուք նշեցիք, որ հետցում մեկնարկել է նոր սպառող բաժանորդների վերաբերյալ վճարների 30-ից 40%-ով նվազեցման հարցը, ընդգծեցիք, որ դա ցեզ է դարձյալ ուղում, սրա վերաբերյալ ինչ կասեք, արդյոք այս իջեցումները արդյոք իրականությանը համապատասխանում է թե ոչ, եւ Նիկոլ Փաշինյանը ասել էր, որ գործընթացի ավարտին նկատի ունենալով հետի պետականացմանը երկու սցենարով են առաջնորդվելու կամ պետությունը կկառավարի հետը կամ էլ հավատարմագրային կառավարման կհանձնի, ինչ է կարծում ի վերջո որ տարբերակի նշանությունը կանգնի։ Տեսեք, ես չեմ ասել, որ հիմիկվա այս իջացվողն է մեզ վերագրվում։ Ես ասել եմ, որ ժամանակին թանկացա բավականին շատ, որը փորձում են վերագրել մեզ այն դեպքում, որ մենք որևիցե գործիք չունենք դա անելու։ Դա անում է Հայերեն Ծառայության կարգավորող հանձնաժողովը։ Եվ այդ թանկացումները այնտեղ սկսել է աշխատում։ Հանձնաժողովը որոշում է, ինչ պետք է անի, որպեսզի սակագնի վրա ազդեցություն չունենա։ Հիմա ինքը որոշել է այդ ձևով, այնտեղ մի քանի սցենար կարող է աշխատել, կամ բոլորի համար պետք է սակագինը թանկանա, որտեղ էներգոհամակարգը ունի խնդիր բալանսային, ոչ հեծը, ընդհանուր էներգոհամակարգը։ Իսկ սակագինը կազմում է ընդհանուր էներգոհամակարգի բալանսի մինուս կամ պլյուսի արդյունքում։ Հիմա այս պարագայում որոշել են իջեցնել, դա իրենց կողմից, այսպես ասեմ, ընտրակաշառքի մի ձև է, ինչպես նաև թոշակներ, ինչպես նաև այլ բաները, որոնք կատարվում են։ Հիմա մեր նկատմամբ ռեպրեսիաներ են կատարվում, մարդկանց տանում են անհասկանալի ձևերով, ինչ-որ ցուցմունքներ են փորձում կորզել, այլ պարագայում օրինական, չգիտեմ, թոշակներ են բարձրացնում, բնականաբար, այսպես ասեմ, ընտրությունից մի քանի ամիս առաջ։ Երկրորդը ժողովրդի կողմից, մեր կողմից վճարվար հարկերով կատարվող գործողությունները փորձում են վերագրել իրենց, փորձում են վերագրել որպես, չգիտեմ, լավ, այսպես ասած, լավ գործ իրենց կողմից, բնականաբար սիրելի ժողովուրդ, ձեր գումարներն եւ ձեր գումարները բնականաբար ճիշտ չի օգտագործվում, մենք ամենօրյա ռեժիմով, չէ՞, պարգևավճարներից սկսած կոռուպցիոն բացահայտումներից մյուսին, Աստված գիտի, մինչև իշխանությունը չփոխվի, մենք 100%-ով չենք կարողանում պարզել վերջին ինչ են արել, սրանք ինչքան են չեմ ուզում կոպիտ բառ օգտագործեմ, բայց ամենայն դեպս բյուջեն ինչքանով է արդյունավետ օգտագործվել։ Եվ ձեր երկրորդ հարցի հետ կապված մենք ճիշտ ասած չենք դիտարկում այլ տարբերակ, այստեղ էլ խնդիրը գնում է առաջացել դատարանը ֆիքսեց, կոնկրետ քաղաքական կոմպոնենտը հանեց տակից, իրենց հայտարարությունների առումով նկատի ունեմ, իրենց սուտը բացահայտեց, այնտեղ մնացել է ընդամենը երկու կետ վերջին հաշվով վերցած, որոնք մենք համոզված ենք, որ Վերաքննիչ դատարանը միանշանակ դա էլ է բավարարել, բայց իրենց ցանկությունը կարող եմ ասել ինչ, իրենք հայտարարել են, չէ, միգուցե հետը ունենա այնպիսի ֆինանսական խնդիրներ, որ գինը այնքան ցածր լինի, որ կառավարությունն էլ ձեռք կարողանա ձեռք բերի դա, առանց լրացուցիչ վարկային պարտավորությունների։ Իրենք գնում են այս ճանապարհով, ուղղակի չեն հասցնելու մի քանի պատճառով։ Հիմա Վերաքննիչ դատարանի գործընկերը նշեց, շատ ներողություն, ուղղակի պարտավոր է սա շատ արագ քննել։ Մենք ճիշտ է խնդրում ենք քաղաքակրթությունից դրծված, բայց ամեն դեպքում պարտավորություն ինչի համար, որովհետև հիմա պատկերացրեք իրավիճակը։ Վերաքննիչ դատարանը սկսում է քննությունը, նշանակում է, չգիտեմ, 26 թվականի հունվար, 27 թվականի հունվար կամ ամառ։ Այդ ժամանակա ընթացքում մայիսի 25-ը ավարտվում է, գնում է գերակաշարի ճանաչման փուլ ու գերակաշարի ճանաչում վաճառվում է ինչ-որ մի հատ X ընկերության։ Այս բանը չքննարկենք, դա թուրքական, ադրբեջանական է, թե ինչական է։ Այդ պարագայում Վերաքննիչ դատարանի որոշումը դրական մեր օգտին, ինչ անենք։ Դրա համար մենք խնդրում, պահանջում, հորդորում ենք Վերաքննիչ դատարանից, այսպես ասած, բոլոր գործերը թողնել մի կողմ, որովհետև սա ոչ թե վերաբերում է Սամվել Կարապետյանին, ոչ թե, չգիտեմ, պետության իշխող փոքրիկ խմբակին, այլ վերաբերում է 3 միլիոն մարդու կենսական շահերին։ Նոր բաժանորդների ուշացումները նորից եմ կրկնում, կարող մի քիչ այս կողմ են կողմի, իմ ինֆորմացիայով 1500 իրենց ապիկար ղեկավարմամբ։ Այսօր կորուստները իմ ինֆորմացիայով բավականին աճել են։ Իսկ կորուստի աճը անմիջական կապ ունի սակագնի հետ։
Կորուստների աճը փորձում են, նայեք, կորուստների աճը ինչ են ասում են դուք վատ եք աշխատել, հավելագրումներ եք արել, որ մենք եկել ենք մաքուր ենք աշխատում, սա իրականն է, սա կորուստը չի աճել։ Չեն կարողանում բերել հիմնավորում, դատարանն արդեն իր որոշումով ասեց մոտավորապես, որ մոտավորապես ուղիղ ասեց չկան այդ հավելագրումները, դա սուտ է։ Հիմա կորուստի տոկոսի աճը ուղիղ կապված է սակագինի հետ, այսինքն կորուստի տոկոսը ինչքան բարձր, սակագինը պետք է թանկանա։ Իրենք նորից կրկնում են, եթե մոռացել են մեր հայրենակիցները, դուք էլ նույնպես, նորից կրկնում են ընտրություններից հետո սակագինը թանկանալու է, որովհետև այստեղ ծուղակներ են տակը դրած։ Պրիտոմ անցած անգամ երբ որ ես հայտարարել եմ, կորուստի թիվը դրա մեջ չէր։ Ես ընդհանրապես այսքան անգամ արդեն ասում եմ, ատոմակայանին այլ ֆինանսական եկամուտ 12 միլիարդ դրամ որտեղից եք դրել, որտեղից է ունենալու այդ 12 միլիարդը։ Իմ համոզմամբ 12 միլիարդը դրել են այդտեղ, բնականաբար ինչ որ այլ տարբերակներով, որպեսզի սակագինը չթանկանա, այսինքն նախընտրական տարի է։ Ինչ վերաբերում է նորից հետ գանք նոր միացման բաժանորդին, բնականաբար իրենց ապիկալությամբ չեն կարողանում, իրենք անգամ վախենում են անջատումներ կատարեն պլանային, իսկ պլանային անջատումները կատարում են հիմնավերանորոգման, վերանորոգման եւ ընդհանրապես բոլոր դեպքերում պլանային նախորդ հայտարարված։ Հիմա իրանք դա չեն անում, որտեղ իրանք վթարների քանակը շատ է, եթե մի հատ էլ պլանայինները անեն, ընդհանրապես այդ աճը կլինի մեր այդ համեմատած։ Ես մի հատ փոքր ավելացում, հեծը դիմել էր սակագինի փոփոխության հետ կապված, նվազեցման։ Գնահատեցին, ասին չէ կարիք չկա։ Հիմա Թեմա գնահատեք, այսինքն սա առաջին դեպքը չի, երբ որ գործողությունը տեղի ունենում, որ պետք է թոշակների ավելացումը դրա մեկ այլ օրինակներ, հիմա սակագինի նվազեցում մասին չենք իրականացնում, հիմա ինչ որ բանի նվազեցում է լինում, այսինքն ակնհայտորեն տեսնում ենք ոչ կոնսիստենտ, ոչ հետևողական մոտեցումների դաշտ, որում ԵՖՑԿ-ի մոտ եւ մնացած գործընթացի տեսակետից։ Եվ նաեւ անկախ նրանից, որ հիմա կառավարումը ակնհայտորեն էապես ավելի վատական եղել է միջև բնականon գործունեության շրջանակներում, ու դա ունի մի հատ ի հավելումն ամեն ինչից, այդ կարողություններից, ունակություններից, մնացած ամեն ինչից ունի մի հատ շատ կարևոր հանգամանք։ Այս հարցն էլ է բողոքում նշվել, ոնց է ընտրվել ժամանակավոր կառավարիչը։ Սա շատ կարևոր խնդիր է, որովհետև եթե մենք դիտարկում ենք այն նոմինալ պատճառը, որ մենք համակարգային խնդիր ունենք, հեսա հլվում էր, հեսա էներգիա չենք ունենալու, ու ոնց որ տկեն դիմում, վարույթ հարուցել, ու մի մարզպետը նախորդ մարզպետին է նշանակում կառավարիչ, սա ինքնին արդեն խնդրահարույց է, երբ որ փորձում ենք հասկանանք լավ, ոնց որոշեց Ռոմանոս Պետրոսյանի տեխնոլոգիությունը, ոնց որոշեց, այդ մարդը միջև դրա նախորդ օրը աշխատում էր ՊՎՑ-ում, ՊՎՑ-ից իր տամսի 17-ին անում են, 18-ին նշանակում։ Այնտեղ էլ չի փայլել առավել ևս։ Ու անկախ ամեն ինչից 17-ին ինքը աշխատում է դեռևս։ 15-ից վարույթ է հարուցվում, ինչ որ միտեղից պետք է որոշվի։ Էներգետիկայի ոլորտում Հայաստանում ընդհանրապես մասնագետ չկար, էներգետիկայից հասկացող չկար, մեծ կազմակերպություն կառավարած մարդ չկար, կառավարման խնդություններ ունեցող կամ այդ տեխնոլոգիական ինչ-որ զարգացման հետ կապված կառավարող չկար, պետք է գար ՊՎՑ-ի պետը նշանակվեր։ Ինչի, որովհետև ենթադրում էին, որ ՊՎՑ-ի պետը պետք է ապացույց գտնի, ապացույցների որակը տեսանք։ Այսինքն բոլոր ապացույցները, որը ՊՎՑ-ի պետն է գտել, պարզվեց, որ այդքան էլ ապացույց չեն։ Դատարանը բոլոր կետերը ուղղակի անբավարար ճանաչեց։ Մնացած կետերը, որոնք մնացել են, այդ մոնիտորինգի արդյունքներն են, որին վերաբերյալ այդ ՊՎՑ-ի պետը կարար կարծիքայիններ չի հայտնել։ Հետևաբար այս տեսակետից դրանով է նաև պայմանավորված։ Այստեղ խնդիրը շատ միշտ թվում է թե հեշտ է, այդ խորհրդային տարիներին մի հատ այնց անեկդոտ կար, ասում է կոլխոզի նախագահ կաշխատես, ասում է վախենում ես Թբիլիսից ընկնել։ Հիմա մոտավորապես այս տարբերակ են պատկերացնում։ Այնինչ ասենք հեծ եւ նմանատիպ կազմակերպությունները կառավարել ինքը բավական առանձին հմտություն է։ Իզուր չէ՞ որ մասնագիտացում կա կառավարում, մի հատ էլ ասենք դիպլոմի առանձին տեսակ կա MBA կամ ասենք կառավարման ոլորտ, մարդիկ գնում սովորում են դրան։ Այսինքն այստեղ մոտեցումը տենց պարզ տարբերակով նայելով եղած ինչա կկառավարեմ, երբ որ դու մնացած բոլորին գործից հերթով հանում ես տեղակալներով կամ բանի պետերով, առաջանում են այդ խնդիրները, որոնք պիտի առաջանան։